Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության ժամանակ ձերբակալվածների արդար դատավարությունը և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Բաքուն Ֆրանսիայից անկախություն պահանջող միավորումների հերթական համագումարն է կազմակերպել։ Ալիևի վարչակազմը վերջին տարիներին ակտիվորեն հիշատակում է, այսպես ասած, ֆրանսիական գաղութատիրությունը, պետական մակարդակով համաժողովներ կազմակերպում, որի մասնակիցները դատապարտում են Փարիզի քաղաքականությունը։ Մյանմայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ 5.2 մագնիտուդով, հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող ույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Բռնագանձում կկատարվի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և նրան փոխկապակցված անձից։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Գիտության և կրթության խթանման նպատակով Հայաստանի դպրոցականները մեկ անգամ ևս միավորվել են միասնական հարթակում հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում։ Փառատոնի ընթացքում ներկայացվել են գիտական նախագծեր։ Էլբակյաններին պատկանող Էկոփեն ընկերությունը և Էլբակյան կրթահամալիրը ամենամյա Սպարողի ՔՎ մրցանակաբաշխության արդյունքում այս անգամ ևս արժանացել են մրցանակի։ Ինչպես միշտ, Էկոփեն ընկերությունն ու Էլբակյան կրթահամալիրը ներկայացել են նոր գաղափարներով։ Այժմ այս ամենի մասին առավել հանգամանալից Մեծ Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության ժամանակ ձերբակալվածներին արդար դատավարության հնարավորություն ընձեռվի։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Ջենի Չեմբերը։ Նա մասնավորապես նշել է, Բաքվում մեր դեսպանատունը մեծ ուշադրություն է դարձնում այս գործերին և պարբերաբար թարմացում տեղեկությունները։ Մենք նաև հետևողականորեն կոչ ենք անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Մարտի 10-ին Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիկմեթ Հաջիևի հետ հանդիպմանը պետնախարարը Ադրբեջանին միաժամանակ կոչ էր արել օգտվել Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունից։ Բաքուն Ֆրանսիայից անկախություն պահանջող միավորումների հերթական համագումարն է կազմակերպել։ Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, երկրի մայրաքաղաքում մեկնարկած հավաքին մասնակցում են Ֆրանսիայի և Նիդերլանդների տիրապետության ներքո գտնվող տարածքների, այդ թվում Կորսիկայից, Գվատելուպայից, ֆրանսիական Գվինեայից, Նոր Կալեդոնիայից քաղաքական ուժերի և շարժումների ներկայացուցիչներ։ Համագումարի մասնակիցները կքննարկեն գաղութատիրական պետությունների կողմից իրականացվող քաղաքականությունը տեղի ժողովուրդների նկատմամբ, ասված է միջոցառումը կազմակերպող Բաքվի նախաձեռնող խմբի հաղորդակցության մեջ։ Ալիևի վարչակազմը վերջին տարիներին ակտիվորեն հիշատակում է, այսպես ասած, ֆրանսիական գաղութատիրությունը, պետական մակարդակով համաժողովներ կազմակերպում, որի մասնակիցները դատապարտում են Փարիզի քաղաքականությունը։ Թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր և ուշագրավ իրադարձությունների մասին էլ կզրուցեմ քաղաքագետ Լիլի Դավթյանի հետ։ Բարի երեկո Լիլիթ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Միասին ամփոփելու ենք անցնող շաբաթվա կարևոր և ուշագրավ իրադարձությունները և սկսենք շաբաթվա սկզբում Փաշինյանի հարցազրույցից հանրային հեռուստաընկերությանը տված։ Ես իհարկե առանձնացրել եմ ամենակարևոր 2-3 կետերը, որի շուրջ ուզում եմ ձեր մեկնաբանությունը լսել։ Փաշինյանը խոսեց, որ Հայաստանը այո քննարկում է Մինսկի խումբը լուծարելու գործընթացը, սակայն որոշ վերլուծաբաններ նշում են, որ Մինսկի խումբը վաղուց լուծարված է, ամորֆ մարմին է, որևէ գործառույթ չի իրականացնում, օրգանիկ չէ։ Բայց նաև մի կողմից որոշ վերլուծաբաններ նշում են, որ ամենևին Մինսկի խումբը շատ կարևոր կառույց է։ Ես կցանկանայի նախ խոսենք, ինչ գործառույթ է իրականացնում Մինսկի խումբը Հայաստանի, Ադրբեջանի մասով, եւ երկրորդը, հարցի երկրորդ կարևոր մասը, Ադրբեջանը շատ ողջևորված ուզում է այս գործընթացը մինչև վերջ իրականացվի Մինսկի խմբի լուծարումը։ Ինչով է պայմանավորված Ադրբեջանի նման, չասեմ վախվորած, բայց անհանգիստ վիճակը Մինսկի խմբի լուծարման մասով։ Նախ ձևաչափերի հետ կապված, որ հաճախ ասում են չի գործում, երկար ժամանակ որևէ հավաք չի եղել, կա Ժնևյան ձևաչափը Աբխազիայի Օսեթիայի հետ կապված չի լուծարվել, բայց արդեն 2008 թվականից հետո քանի տարի անցել, որևէ հավաք տեղի չի ունեցել։ Բայց սա ձևաչափ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, սա ձևաչափ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։ Երկու հարցը միացնեմ իրար, ինչու է Ադրբեջանը վախվորած Մինսկի խմբից, որովհետև նա գիտի, որ աշխարհը չի
չի ընդունել 2020 թվականի պատերազմի արդյունքները, բացի Ռուսաստանի ղեկավարից, որը շտապեց դեռ Փաշինյանից առաջ ասել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, որևէ Մինսկի խմբի այլ համանախագահների կամ համանախագահ ղեկավարների կողմից մենք այդպիսի արտահայտություն ոչ Ֆրանսիայից, ոչ Միացյալ Նահանգներից։ Այո, եւ հենց Ռուսաստանն է, որ անընդհատ ասում է, որ Մինսկի խումբը լուծարված է, այլևս գոյություն չունի։ Էլի ոչ Ֆրանսիայից, ոչ ԱՄՆ-ից մենք այդպիսի արտահայտություն չենք լսել։ Հակառակը հիշում ենք, որ Բայդենը նոր ներկայացուցիչ էր նշանակել Մինսկի խմբում։ Այսինքն Ալիևը շատ լավ գիտակցում է, նաեւ Վլադիմիր Պուտինը, որ Մինսկի խմբի հարցը Հայաստանը չի որոշում, Լեռնային Ղարաբաղի հարցը փակելը Հայաստանը չի որոշում, տարբեր կենտրոններ դա օգտագործելու են իրենց շահերից ելնելով։ Դրա համար բանաձևեր են ընդունվում Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Կանադայում, այսինքն դա մահակ է լինելու Ադրբեջանի վրա։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից հարցը փակելուն, նախ Հայաստանը Ադրբեջանը որ դիմեն, նախարարների խորհուրդ պիտի հավաքվի, ես որքանով ուսումնասիրեցի Մինսկի խմբի բոլոր երկրների մասնակցությամբ կոնսենսուսով քվեարկություն տեղի ունենա եւ դա որպես կանոն տարվա վերջ է տեղի ունենում։ Մենք չգիտենք ով ինչպես կքվեարկի, չէ՞։ Այսինքն Հայաստանը չի փակողը, ոչ էլ Ադրբեջանը։ Եվ նույնիսկ եթե Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, դա չի խախտում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինքնորոշվում են ինչ որ տեղից։ Հաջորդ շեշտադրումը կարևոր նա էր, որ Փաշինյանը հնչեցրեց, որ խաղաղության փաստաթուղթը ստորագրելուց հետո նոր հանգուցյանը կիրազեկվի այդ մասին։ Ինչ մշակույթ է սա, ինչու ենք մենք միշտ իմանում ամենավերջում։ Նման կարևոր փաստաթղթերի, համաձայնագրերի, պայմանավորվածությունների մասին։ Գիտեք, եթե հակառակ կողմն էլ այդպես դրսևորեր իրեն, եթե այնտեղ գաղտնի ինչ-որ կետեր կան, դա մի կողմ, որ չի կարելի հանրությունից թաքցնել պայմանագիր, որովհետև կարող է այնտեղ տարածքային զիջումներ կան, հենց նույն միջանցքի հետ կապված, շնորհիվ ասում են այդ հարցը չկա, բայց եթե այդպիսի խնդիր չի, ինչի՞ չեք հրապարակում։ Եվ տգեղ է, որ Հայաստանի ժողովուրդը Ադրբեջանից է իմանում, որ Հայաստանը համաձայնվել է երկու կետերի, որը խնդրահարույց էր Ադրբեջանի համար, հիշում եք, չէ՞, մեր ԱԳՆ-ն արձագանքողի 17 կետերից 15-ը կար, մնացել էր երկուսը են համաձայնվել։ Սա հիբրիդ պատերազմի մաս է եւ Հայաստանը չի գիտակցում, որ սրանով ապակայունացնում է ներքին իրավիճակը, մարդկանց մեջ վստահություն սա չի ներշնչում եւ թողնում է, որպեսզի Ադրբեջանը պարբերաբար այսպես շահարկումներով Հայաստանում ուրեմն նյարդային մթնոլորտ պահի եւ անվստահություն Հայաստանի իշխանությունների հանդեպ։ Սա իհարկե սխալ եմ համարում, պետք է հրապարակել եւ Նիկոլ Փաշինյանը ինչ էր միշտ ասում, ասում էր ես կգամ, ձեզնից կհարցնեմ, հրապարակում, չէ, ժողովուրդն է որոշելու։ Կարծում նա պիտի իր խոստումներին տեր կանգնի։ Ինչպես պետք է պահանջենք, հա, մենք նույն քաղաքացիներ, քաղաքացիական ինչ կեցվածք պետք է դրսևորենք, որ այո, մենք ուզում ենք, մենք մասնակիցը լինենք, վերջապես մենք ենք որոշում։ Յուրաքանչյուր իշխանություն գալիս է որոշակի ժամանակ անց գնում, բայց թողած հետևանքները շարքային քաղաքացին է, հա, իր ուսերին տանում։ Դե փորձագիտական շրջանակները նախ պիտի շատ ակտիվ լինեն, չեմ կարծում, որ ժողովրդը հանրահավաքներ ցույցեր կազմակերպի պահանջով, որ հրապարակեք պայմանագիրը, այդքան ակտուալ չի հիմա դա, չնայած դա էլ է սահմանադրական իրավունք, համենայն դեպս եթե ընդդիմությունը եւ փորձագետները ակտիվ լինեն այս հարցում, կարծում իշխանությունները ուզեն չուզեն պետք է գնան մեզ ընդառաջ, բայց քանի որ ընդդիմությունը ինքը վստահություն չունի ժողովրդի մեջ եւ երկրի ներսում, պահանջողը պետք է լինեն հենց ակտիվ փորձագետները։ Տեսեք, խաղաղության պայմանագրի մասով եմ ուզում անդրադառնանք։ Սա փաստաթուղթ է երկրների միջև հարաբերությունների կարգավորման, թե հանրույթների, հասարակությունների հաշտեցման մասին, թե երկուսը միասին, որտեղ կարծես հաշտեցման մասին ոչ մի բան չկա։ Ինչու, որտեղ բառացիորեն 2 օր առաջ բռնապետ Ալիևը իր բռնապետ ինքնոջ հետ անհասկանալի ծագման Արցախում էր, հայկական Արցախում, որը օկուպացրել են իրենք եւ այնտեղ իրենք նշեցին, որ հայերը վանդալներ են, հայերը նացիստներ են, հայրին պետք է սպանել, այրել եւ ամենավատ բաները։ Սա ինչ փաստաթուղթ է։ Հիմա երկրները կարգավորում են հարաբերություններ, թե հաշտեցվում են հասարակությունները։ Երկրները կարգավորում են հարաբերություններ, բայց նախ մենք չենք տեսել պայմանագիրը ամբողջովին, ես չեմ կարող ասել դա ինչի մասին է, ինչ կետեր կան, որից մենք տեղյակ չենք։ Հնարավոր չէ կետեր լինեն, որ մենք հետո իմանանք դրա մասին։ Եվ ինչ վերաբերում է հասարակություններին հաշտեցնելը, դա բառով չի լինում, ոչ էլ պայմանագրով։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանում հայատյացություն է քարոզվել, այդ որ մեզ ֆաշիստ են անվանում։ Հիմա էլ է քարոզվում, հենց հիմա Շուշիում քարոզվում է։ Այո, եւ ռեալիստական չէ Հայաստանի ղեկավարության տեսակետը, որ փաստաթղթով
կարելի է հաշտեցնել, նույնիսկ հասնել խաղաղության, նույնիսկ հրադադարի։ Այսօր Ալիևը պատրաստ չի այս 3 կետերից որևէ մեկին, եւ թշնամու կերպար ունենալը իր երկրի ներսում կարևոր է երկրում իշխանություն պահելու համար, որովհետեւ մենք գիտենք խաղաղությունից հետո հարցեր են առաջանալու Ալիևին երկրի տնտեսական կամ դեմոկրատական ժողովրդավարության հետ կապված ընդդիմության ճնշումների վերաբերյալ։ Այսինքն Ալիևը պատրաստ չի խաղաղության, այս փաստաթուղթը չի ստորագրվի, իսկ եթե նույնիսկ ճնշումներ լինեն եւ ստորագրվի, պետք է մեխանիզմներ լինեն, որ այդ պայմանագիրը չխախտվի։ Հակառակ պարագայում սա կլինի հերթական փաստաթուղթը, որը ստորագրել է Ալիևը։ Բազմաթիվ անգամ հորդորներ, կոչեր եղել են Ադրբեջանը միշտ խախտել է, խախտում է եւ կարծում եմ ելի կխախտի։ Կոչերից պետք է անցնել գործի, այսօր աշխարհում ուժն է, ծնվում իրավունք, եւ Միացյալ Նահանգները սանկցիաներով է վախեցնում, չէ՞, Ռուսաստանին եւ Ուկրաինային։ Նույն ուրեմն դիրքորոշում պետք է լինի Ադրբեջանի հետ կապված, ուղղակի խոսքեր ասել եւ խնդրել, որ բաց թողնեն գերիները։ Կոչեր անեն, հորդորել։ Դա այս աշխարհում հատկապես Ալիևը որ տեսնում է, որ Ռուսաստանը ուժով է իր հարցերը փորձում լուծել, լինելով իր փոքր դաշնակիցը, դժվար թե նա գնա ուղղակի խոսքերից ելնելով ինչ-որ զիջումների։ Միացյալ Նահանգներից խոսեցինք, վերջերս Մարկո Ռուբիոն պետքարտուղարն էր Միացյալ Նահանգների Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունեցել, որտեղ Փաշինյանը նշել է, որ պատրաստ է ամեն ինչ արված է, ինքը այս պահին էլ պատրաստ է ստորագրել, բայց երկրորդ կողմից, երկրորդ երկրի կողմից Ադրբեջանից դեռ որևէ արձագանք տեղի վայրի ժամի մասով չկա։ Մարկ Ռուբիոյի զանգը ինչ է իր մասին ենթադրում, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ իսկապես Հարավային Կովկասում ժամ առաջ խաղաղություն կնքվի եւ ինչ են պատրաստ դրանով անել Միացյալ Նահանգները, որ այնտեղի ունենան։ Կարևոր էր, որ ռազմավարական գործընկերության մասին խոսվեց Ռուբիոյի կողմից, այսինքն սա Բայդենի փաստաթղթի շարունակությունն էր, Բայդենի հետ ստորագրած մեր եւ հուսով եմ սա ուղղակի փաստաթուղթ չի, պիտի գործուն քայլեր անել, օրինակ որ սահմանային մոնիտորինգի խումբը գա, Հայաստանին աջակցություն լինի, պարտադիր չի միայն ռազմականի մասին չի խոսքը, նույն տնտեսական կամ տեխնոլոգիաների առումով։ Հայաստանը այս բան շահողի դերում է, ես հույս եմ հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը համաձայնվել է այդ երկու կետերին, հասկանալով, որ Ալիևը չի համաձայնվելու գնալ ստորագրման եւ այստեղ ոչ կոնստրուկտիվը դառնում է Ադրբեջանը, ինչպես Ուկրաինան համաձայնվում է ԱՄՆ պայմաններին, որպեսզի Պուտինը լինի մեր ժողը եւ ասենք մենք պատրաստ ենք։ Ինչ եք դուք առաջարկում։ Սա լավ քայլ էր, եթե իհարկե նպատակը դա էր։ Մարկո Ռուբիոն պետք է խոսքից կրկնենք անցնի գործի, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրոք ուզում է այստեղ խաղաղություն, Ռուսաստանի ազդեցություն չեզոքացնելու նպատակով։ Գիտեք, Թրամփը 4 տարի է իշխանության, իսկ նահանգներում 4 տարին կարճ ժամկետ է։ Նահանգներ ունի ռազմավարություն, թույլատնել Ռուսաստանի ազդեցության գոտիները տարբեր տարածաշրջաններում։ Եվ դա ապացուցում է Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ Գերմանիայից տեխնիկա բերելը Հայաստան ապակայունացնող գործոն է։ Եթե իրենք իմանային, որ Միացյալ Նահանգները դուրս է եկել Հարավային Կովկասից եւ իրենց մրցակից չէ, այդպիսի հայտարարություն չէին անի։ Սա ապացուցում է, որ նահանգները չի պատրաստվում հեռանալ եւ այստեղ ուզում է խաղաղություն լոգիստիկ ճանապարհների անցման եւ Ռուսաստանի ազդեցության չեզոքացման նպատակով։ Լիլիթ, շաբաթվա կարևոր իրադարձություններից էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցը մեր երկիր։ Ինչպես ես գնահատում այդ այցը, սա ինչ այց էր, սա այց էր, որ բարեկամական երկիրը մեր կողքին է ցանկացած իրավիճակում սատար կանգնելու, ինչու որտեղ այնտեղ շատ կարևոր մի մեսիջ հնչեցրեց Արաղչին, ասելով, որ տարածաշրջանում էսկալացիայի վտանգը կա։ Եվ բոլորս ենք շատ լավ հասկանում, որ էսկալացիայի վտանգը ում կողմից է, քանի որ վերջերս էլ անդադար հապատեղեկատվություն է տարածում նույն Ադրբեջանը, թե իբրև հայկական կողմը կրակում է։ Հայկական կողմը ասում է չենք կրակում, հետո ասում են իրենք են կրակում, բայց դա մեզ վտանգ չի սպառնում եւ այս թնջուկը որտեղ է գնում։ Մեզ վտանգ կսպառնա, եթե Ռուսաստանը կարողանա սառեցնել իրավիճակը Ուկրաինայում եւ այստեղ օգնության գալ նոյեմբերի 9-րդ կետի կատարման նպատակով Ադրբեջանին, որովհետեւ այսօր երկու երկիր կա, որ պահանջում են նոյեմբերի 9-րդ կետը, դա Ռուսաստանն է եւ Ադրբեջանը։ Նույնիսկ Թուրքիան իբրև թե կոնստրուկտիվ է ուզում երևալ, իր խնդիրներից նաեւ ներքաղաքական ելնելով, ասում է լավ է, որ պատրաստ եք խաղաղության։ Երկու երկիր է այսօր դիստրուկտիվ եւ Ռուսաստանը երկու կողմերին կոչ է անում չլարել իրավիճակը, երկու որն է, այսինքն դուք ինչ ասում եք, որ Հայաստանը կրակում է, դուք բոլոր հետախուզական տվյալները ունեք իմանալու համար, ով է կրակում, սա լավ չի։ Եվ Իրանն էլ է հասկանում, որ այստեղ կարող են այո ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքով։ Մյուս կողմից սա նաև իրենց է վերաբերում, որտեղ տարածաշրջան ասելով Իրանին էլ նկատի ունեն, իսկ մենք այսօր տեսնում ենք Թրամփը Իրանի հետ կապված ինչ զգուշացումներ է անում։ Սա մեկ այլ հաղորդման մաս է, ինչ վերաբերում է Իրանին նոյեմբերի
Իրանի հետ կապված ես նշել եմ, որ մեր շահերը ոչ լիովին են համընկնում։ Իրանը չի ուզում ճանապարհի բացումը, որպեսզի Նախիջևանի վրա իր ազդեցությունը չկորցնի։ Հիմա Իրանով է ճանապարհը, չէ՞, գնում Ադրբեջանը, անդադասment մեր տարածքով եկեք։ Իրանը դեմ է ընդհանրապես ճանապարհների բացմանը, իսկ մեզ ձեռնտու է ունենալ մեր վերահսկողության տակ ճանապարհ եւ ճանապարհները բոլորը պիտի բացվեն, ինչպես Փաշինյանն ասաց, սովետական շրջանի բոլոր ճանապարհները, ոչ թե միայն այն, որը մեզ որևէ օգուտ չի տալիս, դա չի ներգրավվելու մեր ենթակառուցվածքները, ընդհանրապես լինելու է միջանցք, որը միացնելու է թուրքական աշխարհը միմյանց հետ եւ Ռուսաստանից համակային կապ է ստեղծելու Թուրքիայի հետ եւ ճանապարհ մերձավոր արևելք, այսինքն մեզ ձեռնտու չի միայն այս մի կտորը ճանապարհի բացման։ Տեսեք, այդուհանդերձ եւ եզրափակենք, հա, տեսնելով, որ այո, Ադրբեջանը անդադար սադրիչ գործողություններ է իրականացնում, պատերազմի հռետորաբարության լեզվով է խոսում, մենք լռում ենք, մենք ասում ենք, որ մենք պատրաստ ենք խաղաղության անդադար, Իրանից է հնչում, որ այո, էսկալացիա վտանգ է, այդ ամենով հանդերձ, հա, որ փազլը հավաքում ենք, ինչ պատկեր ենք ստանում։ Իսկապես կգնա էսկալացիայի Ադրբեջանը, բախման կգնա, թե ուղղակի սա ներքին լսանի համար է։ Երկու փաստ է այստեղ կարևոր միջազգային իրավիճակը, Ռուսաստանի իրավիճակը, որովհետև Ռուսաստանն է հանդիսանում իմ կարծիքով ապակայունացնող գործոնը տարածաշրջանում։ Ադրբեջանը ինքը այնքան հզոր երկիր չէ, որ միայնակ որոշի Հայաստանին է պատերազմել կամ ոչ, ինչպես դա 20 թվականին եղավ։ Սա նաև կախված է Թուրքիայում իրավիճակից, ներքաղաքական, Սիրիայում, այո, Իսրայելում, բացի այդ Թուրքիան կարծես ձեռնուց է նետում Ռուսաստանին, Ուկրաինայում, ասելով, որ մենք էլ ենք պատրաստ մասնակցել խաղաղապահ Սա կախված է տարածաշրջանում խաղացողների իրավիճակից։ Իրանի հետ կապված ԱՄՆ-ն ինչ որոշում կկայացնի, ամեն ինչ մեզնից չի կախված, եւ ամենակարևորը Ադրբեջանը սպասում է տեսնի ԱՄՆ-ն գործուն քայլեր կանի, թե ոչ, իրական ճնշումներ կկիրառի, թե ոչ։ Եթե էլի Բայդենի ժամանակվա ճնշումները լինեն, որ ուղղակի բառեր էին եւ Ադրբեջանը սպասում էր, կներեք, մարախ մտած, հիմա եթե չլինեն կոնկրետ քայլեր, Ադրբեջանը կարող է գնալ էսկալացիա, ես պատերազմ չեմ կանխատեսում, որովհետև իրենց պետք է կոնկրետ տարածքում, կոնկրետ էսկալացիա, Սյունիքում, Հայաստանի վրա հարձակման պայմաններ չեմ տեսնում ես։ Շնորհակալ եմ Լիլիթ, մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Շարունակում ենք թողարկումը Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ 5.2 մագնիտուդով։ Սեյսմոլոգները հայտնում են, որ ցնցումները գրանցվել են մայրաքաղաք Նեյպիդոնից 19 կիլոմետր հեռավորության վրա, օջախի 10 կիլոմետր խորությամբ։ Հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, իսկ մարտի 28-ին գրանցված աղետալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 1000-ը։ Մյանմարում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցել է 1000-ից, իսկ տուժածներինը 2000-ից։ Երկրի իշխանությունները հայտնում են, որ այս թվերը կաճ են, քանի որ անհետ կորածներ կան։ Գրեթե անհնար է հավատալ, որ փլատակներում ողջ մարդիկ կլինեն։ Մյանման միայնակ չի կարողանում դիմակայել աղետին եւ օգնություն է խնդրում աշխարհից։ Մենք ձեր օգնության կարիքն ունենք։ Խնդրում ենք որքան հնարավոր է արագ օգնել մեզ։ Հնդկաստանն արդեն առաջարկել է իր օգնությունը, բայց ցանկացած երկիր ու ցանկացած կազմակերպություն, որը կարող է գալ եւ օգնել մեզ, խնդրում ենք շտապել։ Մյանմայի հիվանդանոցներում տեղ չկա։ Բուժաշխատողները չեն հասցնում պայքարել բոլորի կյանքի համար։ Ականատեսները պատմում են։ Ես վախենում էի, որ շենքը կփլվի եւ փորձեցի դուրս գալ տնից, բայց փայտե պահարանն ընկավ գլխիս եւ ես վնասեցի գլուխս ու ոտքս։ Մեր տան պատը քարե սալերից էր եւ դրանք թափվեցին, երեխան ընկել էր հատակին, իսկ վառարանը գլորվեց երեխայիս վրա։ Ես պարզապես վեր եմ կենում անկողնուց եւ զգում, որ ամբողջ տունը շարժվում է։ Ես բնակվում եմ 35-րդ հարկում եւ տպավորություն էր, թե գտնվում եմ նավի վրա։ Սարսափելի զգացողություն էր։ Շենքի տանիքում լողավազան ունենք, որտեղից հոսող ջուրը ծածկել էր շենքի բոլոր հարկերը։ Մեզ հաջողվեց դուրս գալ շենքից։ Նստել էինք բակի ազատ տարածությունում, սպասում էինք հետ ցնցումներին։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով փլուզվել են բնակելի շենքեր, կամուրջներ, բուդդիստական տաճարներ։ Մեծ վնաս է հասցվել Մյանմայի մայրաքաղաքի օդանավակայանին։ Փլուզվել է կարգավարական աշտարակը, ինչի հետևանքով տուժել են մի քանի աշխատակիցներ։ Մյանմայի կենտրոնական հատվածում շենքի փլուզումից հետո ավելի քան 20 երեխա է հայտնվել ավերակների տակ։ Բանգկոկում փլուզվել է կառուցվող բարձրարկ շենքը, որի փլատակներում են հայտնվել բանվորները։ Երկնաքերի փլուզման վայրում անհետ կորած է համարվում առնվազն 90 մարդ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև
հարևան 5 երկրներում՝ Թայլանդում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում եւ Չինաստանում։ Մյանմայի մայրաքաղաքը հոսանքազրկված է, չի աշխատում ինտերնետը, մարդկանց գտնելու համար իշխանությունը հատուկ տեխնիկա է օգտագործում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Մյանմային, Թայլանդին եւ հարևան երկրներին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի կապակցությամբ։ Ցնցված ենք լուրից, որը հանգեցրել է այդքան շատ մարդկանց մահվան։ Մենք շարունակում ենք աղոթել բոլոր տուժածների համար եւ մաղթում ենք շուտապույտ հաղթահարել այս աղետի հետևանքները։ Արտաքին գերատեսչությունից հայտնել են նաև, որ երկրաշարժի զոհերի շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան։ Այժմ ընթանում է փլատակների ապամոնտաժում, սակայն տեղի ուժերը դրա համար բավարար չեն։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ։ Ստամբուլում շարունակում են ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցների բազմամարդ հանրահավաքները, չնայած նրան, որ ձերբակալվել է մոտ 2000 ցուցարար։ Լրատվամիջոցների տվյալով Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցության այսօրվա ակցիային մասնակցում են 6 քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ։ Նրանք հանդես են գալիս Իմամօղլուին ազատ արձակելու եւ արտահերթ ընտրություն անցկացնելու կոչով։ Ժողովրդի հանրապետական կուսակցությունը նաեւ պատրաստվում է անկախ դատական գործընթաց եւ արտահերթ ընտրության համար ստորագրահավաք սկսել։ Ռուսաստանն էլ հայտարարել է Ուկրաինայում եւս 2 գյուղ գրավելու մասին։ Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն է հայտնել, որ ռուսական ուժերը իրենց վերահսկողության ներքո են վերցրել 1 գյուղ Զապորոժիայի եւ 1-ը Դոնեցկի շրջանում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 170 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Մարտի 28-ի ուշ երեկոյան Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Դնեպր քաղաքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել եւ խոշոր հրդեհ է բռնկվել հյուրանոցային եւ ռեստորանային համալիրում։ Բազմաթիվ առանձնատներում հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավարան։ Ռուսական ուժերը Դնեպրին հարվածելու ժամանակ օգտագործել են ավելի քան 20 անօդաչու թռչող սարք, կա 19 վիրավոր։ Լիսակը հայտնել է, որ վիրավորներից 3-ը գտնվում են ծանր վիճակում։ Ուկրաինայի զինված ուժերը մարտի 28-ին հայտնել են, որ Ռուսաստանի Բրյանսկի շրջանում նախորդին իրականացված հարվածի հետևանքով ոչնչացվել է անցակետի ռազմական ենթակառուցվածքը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բրյանսկի Սլուչովսկի շրջանի Պոգարի սահմանային անցակետին, հայտնում է զինված ուժերի գլխավոր շտաբը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի դիտարկում ԱՄՆ-ի կողմից տրամադրված ռազմական օգնությունը որպես վարկ։ Մենք շնորհակալ ենք աջակցության համար, սակայն դա վարկ չէ եւ մենք չենք պատրաստվում այն այդպիսին համարել, ընդգծել է Զելենսկին։ Նա նաեւ հայտնել է, որ Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ի հետ կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծ, որը նրա խոսքով ամբողջովին տարբերվում է նախկին շրջանակային փաստաթղթից։ Գրենլանդիան անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին միջազգային անվտանգային խաղաղության ապահովման համար, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հավելել է, որ այդ տարածքում կան չինական եւ ռուսական նավեր, որոնց մասին հոգ տանելը Վաշինգտոնը չի կարող թողնել ոչ Դանիային, ոչ էլ որևէ մեկին։ Մեզ պետք է Գրենլանդիան միջազգային անվտանգությունը շատ կարևոր է։ Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ Դանիայի վարչապետը հակադարձել է Գրենլանդիան չի վաճառվում։ Դոնալդ Թրամփը խոսել է նաև Իրանի հետ հարաբերություններից եւ նշել, որ վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ, եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է, թե ինչպես է նամակ ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասել է, որ այսպես թե այնպես պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կամ Վաշինգտոն ու Թեհրանը կխոսեն ու կքննարկեն հարցեր, կամ էլ շատ վատ բաներ կկատարվեն Իրանի հետ։ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ներառում է երկամսյա վերջնաժամկետ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։ Անդրադառնանք այլ թեմաների, հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազությունը պահանջել է Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից եւ նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել 7 անշարժ գույք Երևանում եւ Գեղարքունիքի մարզում, 1 անշարժ գույքի շուկայական արժեքը, 1 իրավաբանական անձու մասնակցություն եւ մոտ 48 միլիոն դրամ։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոն։ Դատարանը Երևանի նախկին քաղաքապետ Երվան Զախարյանից եւ նրա ընտանիքի անդամներից պահանջում է ավելի քան 2 միլիարդ դրամի գույք, այդ թվում Չեխիայում նաեւ 2.4 միլիարդ դրամ։ Երևանի նախկին քաղաքապետի ներկայացուցիչը հայցադիմումն անհիմն է համարել։
Կադաստրի կոմիտեի եւ Պաշտպանության նախարարության պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն կաշառք ստանալու համար 6 անձի վերաբերյալ վարույթի նյութերը դատարանում են։ Հիմնավորվել է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարելու համար չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենը օժանդակել է Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին։ Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը պահանջել է $1500, քաղաքացին այն տվել է ընկերության տնօրենին, որը $1000 Կադաստրի կոմիտեի աշխատակցի միջոցով փոխանցել է ՊՆ պաշտոնատար անձին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ։ Բացի այդ, նույն ընկերության տնօրենն իր աշխատակցին հերթական վարժական հավաքից մասնակցելուց ազատելու համար $100,000 կաշառք է տվել ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին։ Երևանի Արցախի պողոտայում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ Էրեբուն ու բաժին են տեղափոխվել 40 եւ 41 տարեկան երկու տղամարդ։ 41-ամյա տղամարդու անձնական խոզարկությամբ հայտնաբերվել են 2 գրամ մեթամֆետամինի, 4.3 գրամ հաշիշի, 1.8 գրամ հերոինի եւ 16.4 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ։ Պարզվել է, որ նա Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խոզարկությունը կատարվել 41-ամյա տղամարդու փաստացի վայրում հայտնաբերվել են 2 կիլոգրամ 810 գրամ մեթամֆետամինի, 1 կիլոգրամ 26.19 գրամ մարիխուանայի, 812 գրամ հերոինի, 229 ու 52 գրամ ափիոնի, 36 գրամ կոկայինի եւ 30 ու 52 գրամ հաշիշի յուղի նմանվող զանգվածներ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, 41-ամյա տղամարդը կալանավորվել է։ Համայնքային ոստիկանության վաղարշաբաթի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Երևանի Նոր-Նորքի զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդն ու նրա կինը Էջմիածնի Նարդոսի փողոցի ոսկու առևտրի սրահում անհատ ձեռնարկատեր 58-ամյա կնոջից գնել են ոսկյա զարդեր վճարելով $600 կեղծ թղթադրամներ։ Պարզվել էր, որ նույն օրը նույն սրահում ամուսինները ոսկեղեն են գնել նաև մեկ այլ անհատ ձեռնարկատեր 70-ամյա կնոջից կրկին վճարելով $600 կեղծ թղթադրամներ։ Տուժած ձեռնարկատերերը ներկայացրել են կեղծ թղթադրամները, ամուսինները հայտնաբերվել եւ ներկայացվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ 8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու ստանալու ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով։ Նախաքննության ընթացքում խոզարկություններ են կատարվել Գյումրիի ավականու արտահերտ ընտրություններում առաջադրված 2 կուսակցությունների գրասենյակներում, նաև այլ անձանց բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են քաղաքացիների անձնագրային տվյալներ եւ ձեռագրի նշումներ պարունակող ցուցանակներ։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ բացակայելու արգելքը։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 21-ի վճռով բավարարվել է։ Վճռի հիման վրա Հօգուտ Հայաստանի Հանրապետության ՍԹ-ից որպես պետությանը պատճառված վնասի հատուցում կբռնականցվի 134 միլիոն 64 հազար դրամ։ Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին գյուղի գործող հացատան տարածքում կրակոցների հետևանքով 2 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջան բժշկական կենտրոն, ոստիկանությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2021-ից 23 թվականների ընթացքում Երևանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը օգտագործելով ծառայողական լիազորություններ իր մտերիմներին ու բարեկամներին մանկապարտեզում նշանակելով տարբեր, այդ թվում նույն անձանց միաժամանակ մի քանի հաստիկների ինքն է ստացել ու տնօրինել նրանց վճարված աշխատավարձերը։ Ընդ որում նշված անձանցից ոմանք ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի, բացի այդ պարզվել է, որ տնօրենը մանկապարտեզի համար հատկացված ավելի քան 2 միլիոն դրամի ավտոբենզին օգտագործել է սեփական կարիքների համար, հափշտակելով 50.6 միլիոն դրամ։ Նրա նկատմամբ կիրառվել են տնային կալանքը գրավը եւ բացակայելու արգելքը, մեղադրանքներ են ներկայացվել նաեւ տնօրենին օժանդակած 4 անձի։ Նրան օժանդակած եւս 16 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքով։ Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 9 միլիոնը, իսկ վնասի մնացած մասի չափով արգելանք է դրվել տնօրենին պատկանող անշարժ գույքերի վրա։ Գիտության և կրթության խթանման նպատակով Հայաստանի դպրոցականները մեկ անգամ ևս միավորվեցին միասնական հարթակում հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում։ Այս միջոցառումը ոչ միայն ստեղծեց գիտական գաղափարների փոխանակման հնարավորություն, այլև դարձավ երիտասարդ հետազոտողների հարթակ ներկայացնելու իրենց աշխատանքները։
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում կայացել է հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը։ Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր երիտասարդ գիտնականների համար դրսևորելու իրենց ստեղծագործական կարողությունները եւ ներկայացնելու գիտական ձեռքբերումները լայն հանրությանը։ Փառատոնի նպատակն է խթանել գիտության հանդեպ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ընդգծելով գիտելիքի եւ կրթվելու կարեւորությունը։ Երիտասարդ գիտնականները ներկայացրեցին իրենց նախագծերը կրթության ոլորտի ականավոր մասնագետների դատին։ Միջոցառմանը ներկա էին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, գիտնականներ եւ կրթության ոլորտի փորձագետներ։ Նրանք բոլորը կարևորեցին նման միջոցառումների անցկացումը, նշելով, որ դրանք հզորացնում են երիտասարդների ստեղծագործական ներուժը եւ գիտական հետաքրքրությունները։ Փառատոնի ընթացքում ներկայացված գիտական նախագծերը ներառեցին լայն շրջանակ՝ տեխնոլոգիաների զարգացումից մինչև բնապահպանական հիմնահարցերի լուծումներ եւ կրթական նորամուծություններ։ Յուրաքանչյուր նախագիծ ներկայացվեց ոչ միայն տեսական, այլև պրակտիկ ձևաչափով, ընդգծելով աշակերտների հետազոտական հմտությունները։ Շատ կարևորում ենք ամենամյա գիտության փառատոնը, որին տարեց տարի մասնակիցների թիվը ավելանում է եւ այս տարի շուրջ 50 դպրոցներ ավելի շատ են, քան նախորդ 50 նախագծեր ավելին ունենք, քան նախորդ տարի է եղել։ Այսինքն մենք տարեց տարի նկատում ենք, որ երեխաները, ովքեր ուզում են զբաղվել հետազոտական, ստեղծագործական աշխատանքով, ովքեր ուզում են զբաղվել նաեւ հետագայում միգուցե գիտությամբ, որովհետեւ սա նաև մասնագիտական կողմնորոշման տեսակետից ունի շատ կարևոր նշանակություն։ Մենք արդեն ունենք դպրոցների շրջանավարտներ, որոնց ես տարիներ առաջ հանդիպել էի գիտության փառատոնին, իսկ հիմա իրենք նաև համալսարանական կրթություն են ստանում եւ արդեն որպես ուսանող են շարունակում տարաբնույթ հետազոտություններ իրականացնել։ Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու գիտության ոլորտի ճանաչված մասնագետների դիտողությունները եւ մասնագիտական խորհուրդները, որոնք կօգնեն հետագայում կատարելագործել իրենց նախագծերը։ Կազմակերպիչները կարևորեցին գիտական քննարկումների մշակույթը, ընդգծելով թիմային աշխատանքի ու գործակցության կարևորությունը գիտական միջավայրում։ Մասնակիցների կարծիքով նման փառատոնները ոչ միայն գիտելիքի փոխանակման, այլև ստեղծագործական ոգեշնչման յուրօրինակ գործիք են, որոնք տանում են դեպի գիտական ձեռքբերումների եւ նվիրվածության ճանաչում։ Միջոցառման մթնոլորտը լեցուն էր գիտական հետաքրքրությամբ, պատանեկան եւ երիտասարդական ոգևորությամբ ու ստեղծագործական մտքի շողարցակմամբ։ Նման գիտական փառատոնները միտված են ձևավորել իրենց առաջին քայլերն անող երիտասարդ գիտնականների մեծ համայնք, որը կնպաստի գիտության հանդեպ սիրո եւ նվիրվածության զարգացմանը։ Անդրանիկ Ավետիսյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Էլբակյաններին պատկանող Էկոփեն ընկերությունը եւ Էլբակյան կրթահամալիրը ամենամյա սպառողի ԿՎ մրցանակաբաշխության արդյունքում այս անգամ եւս արժանացել են մրցանակի։ Էլբակյանները նշում են, որ այս գնահատականը արգասիքն է իրենց երկար տարիների ջանքերի, ստեղծագործության եւ նորարար գաղափարների։ Ինչպես միշտ Էկոփեն ընկերությունը եւ Էլբակյան կրթահամալիրը ներկայացել են նոր գաղափարներով։ Էկոգրիչը պոչով մտցում է կողմի մեջ, մոտավորապես իսկ շատ խորը չլինի, որ ինքը կարողանա բույսը աճի։ Իրան ջրում եք, կապսուլան չեք դնում։ Երբ որ ջրում եք, կապսուլան ավտոմատურად լուծվում է ու արդեն աճում է բույսը, որի սերմը տեղադրում։ Այսինքն դուք սենց պոչով մի քիչ մտցնում եք կողմի մեջ։ Էկոփեն ընկերության ձեռքով պատրաստված ամբողջովին օրգանական այս էկոգրիչները մեծ պահանջարկ են վայելում հասարակության շրջանում։ Գրիչների առաջին մեծ պատվերը կատարել է վարչապետի աշխատակազմը, որից հետո պահանջարկը մի քանի անգամ ավելացել է։ Երաշխավորելով 100% ջլունակություն ամենատարբեր սերմերով գրիչները վաճառվում են ոչ միայն տեղի շուկայում, այլև արտահանվում տարբեր երկրներ։ Հենց այսպիսի օգտակար ու նորարար գաղափարների համար էլ Էլբակյաններին պատկանող Էկոփեն ընկերությունը արժանացավ Հայաստանում տարիներ շարունակ անցկացվող սպառողի ԿՎ մրցանակին։ Ավանդույթի համաձայն ընկերությունը պարբերաբար սպառողին է ներկայանում նորույթով։ Ինչպես անցած անգամ, այս անգամ եւս Էկոփեն ընկերությունը ներկայանում է նորույթով։ Ունենք էկոգրիչներ գելային միջուկով, ինչպես նաև Սուրբ Մկրտությանը, Զատկի տոնին նվիրված թեմատիկայով էկոգրիչներ, որոնք նաև աճող են, գրիչի պոչիկին, ինչպես արդեն գիտեք, կան սերմեր, որոնք հետագայում աճում են եւ ստանում ենք որևէ բույս, բանջարեղեն կամ ծաղիկ։ Հաճախորդները պատվիրում են այս գրիչները նաև տարոսը քեզ գրությամբ, որպես տարոսիկ հարսանեկան արարողության ընթացքում բաժանելու համար։ Սպառողի ԿՎ մրցանակին արժանանալը սակայն այնքան էլ հեշտ գործ չէ, ասում են ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպիչներն ու վստահեցնում։ Դրան արժանանալու համար պետք է վայելել հասարակության սերն ու վստահությունը, ունենալ նորարար գաղափարներ ու բարձրորակ արտադրանք։ Նոր միտք, նոր գաղափար, օրինակ մանուկներին կրթությանը, գրաճանաչությանը մոտեցնելու գտնվել է մի հետաքրքիր բանալի, որը ես երբեք չէի մտածի։ Գրիչ, որը հետագայում դառնում է ծաղիկ։ Իրանք այսօր մեծ պայծառ աստղ են։
իրոք պայծառացնեմ, որովհետև ոչ մի ձևով տեղում չեն դոփում։ Էլբակյաններին պատկանող Էկոփեն ընկերությունից զատ սպառողի քվե մրցանակին արժանացավ նաև Էլբակյան կրթահամալիրը։ Վեբ ծրագրավորում, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն։ Սպառողի քվե մրցանակակիր Էլբակյան կրթահամալիրն էլ առաջարկում է աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող տարբեր մասնագիտություններ, մատուցում, բարձրորակ ծառայություններ։ Էլբակյան կրթահամալիրում արդեն իսկ կան ձևավորված մշակույթի պարագաներ, տարեր եւ կանոնակարգեր։ Մենք ֆիքսեցինք այսպես մի հաստատուն ոնց որ վիճակ, որի վրա սկսում ենք կառուցել արդեն բացի կամախքից մեր այսպես ասած փափուկ հմտությունները, soft skill-երը։ Քանի որ պարբերաբար անցկացնում ենք նորանոր մոտեցումներով, մեթոդներով զարգացնող ոնց որ միջոցառումներ, մեր դասախոսները եւ սաները ստանում են արդեն նոր որակի հղկված արդյունքներ, այսպես ասեմ։ Ու բացի մեխանիկայից, որ ապահովում այդ կարկասը կամախքը մեր կառուցվածքի, հիմա աշխատում ենք արդեն որակի ավելի բարելավման եւ մրցունակ դարձնելու վրա։ Կրթահամալիրում դասընթացներն անցկացվում են ճկուն ժամային գրաֆիկով եւ օնլայն եւ օֆլայն։ Էլբակյանները ստեղծել են այնպիսի կրթահամալիր, որտեղ ուսումնառությունը ոչ միայն արդյունավետ է ու բովանդակալից, այլև հետաքրքիր եւ բազմաբովանդակ։ Էլբակյան կրթահամալիրի համար այսօր շատ պարտավորեցնող օր է։ Մենք ստանում ենք այս տարվա երկրորդ մրցանակը վստահության քվե գավաթը։ Էլբակյան կրթահամալիրը նախկինում եւս ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ գավաթներ, այդ թվում ոսկե դափնի մրցանակը։ Էլբակյան կրթահամալիրը ներկայանում է նոր դասընթացով, անօդաչու թռչող սարքերի պատրաստման դասընթացով։ Եվս մեկ նորություն ունենք, մենք մեր կենտրոնում բացում ենք մեր 4-րդ մասնաճյուղը Ամիրյան 4/7 հասցեում գտնվող Իմպերիում բիզնես կենտրոնի 2-րդ եւ 3-րդ հարկերում։ Էլբակյան կրթահամալիր գրանցվելու համար կարող եք գրել մեր Facebook-յան էջին, Instagram-յան էջին կամ պարզապես զանգահարել 096 88 88 44 հեռախոսահամարով։ Իսկ աճող եւ սովորական էկոգրիչներ պատվիրելու համար կարող եք զանգահարել 033 88 88 34 հեռախոսահամարով։ Էլբակյանները նշում են, որ հերթական մրցանակին արժանանալն իրենց երկարատև ու տքնաջան աշխատանքի միայն տեսանելի մասն է, բայց սա նաև պարտավորեցնող է էլ ավելի ջանք ու եռանդներ դնելու երկրի զարգացման գործում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանով ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն։